Let's now launch COP17 together. Armenia is a mountainous land. Հայաստանը ՄԱԿ է հասցրել եւ Հռոմում անցկացված կենսաբազմազանության մասին կոնվենցիայի իրականացման օժանդակ մարմնի 6-րդ նիստում ներկայացրել, ինչպես ենք պատրաստվում աշնանը հյուրընկալել միջազգային համաժողովը։ Մեր նախագահության օրոք COP17-ը կնպաստի բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի միջև ավելի ուժեղ սիներգիայի ստեղծմանը, նշել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, շեշտել երկրի առանձնացրած կարևոր սկզբունքները։ COP17-ը պետք է դառնա շրջադարձային կետ, անցում հանձնառություններից դեպի իրականացում եւ հավակնությունից դեպի չափելի ազդեցություն տրամաբանությամբ։ Հայաստանը պատրաստ է նախագահությունը վարել թափանցիկության, ներառականության եւ հավակնոտության սկզբունքներով, համագործակցային ոգով եւ համատեղ պատասխանատվության գիտակցումով։ Միջազգային լսարանին մերոնք զեկուցել են նաև կազմակերպչական հարցերի ընթացքի մասին, խոսել տարբեր պետություններից Հայաստան ժամանելու պարզեցված վիզայից մինչև կեցության ու կենսաբազմազանության օրակարգի քննարկումների համար նախատեսված վայրերի ընտրություն։ You see the blue zone on the screen. Էկրանին տեսնում եք կապույտ գոտի Մերդիան Էքսպո կենտրոնը, որը տեխնոլոգիական ու անվտանգության ՄԱԿ-ի բարձրագույն չափանիշներին համապատասխանեցնելով կծառայի համաժողովի բարձրաստիճան պաշտոնական եւ դիվանագիտական շփումներին։ Կանաչ գոտի որպես ունենալու ենք մարզահամերգային համալիրը։ Այն երկխոսության տուն կլինի COP17-ի մասնակիցների համար։ Դահլիճը ոգևորությամբ է ընդունել նաև COP17-ի 23 մարտահրավերները համախմբող մերոնց մշակած լոգոն։ Տարբերանշանում հայկական լեռնաշխարհի հարուստ կենդանաբուսատեսակներից ձվից թրթուր, պատյան ու թռիչք, կյանքի շարունակականության խորհրդանիշ ընտրված երևանյան կապտաթիթեռներ։ Yerevan Blue Butterfly. Համաժողովը պետք է լինի հարթակ, ինչպես դուք նշեցիք, բնության պահպանության, կլիմայի, հողերի դեգրադացիայի ու աղտոտման վերաբերյալ գործողություններ ձեռնարկելու համար։ COP-ի հայկական նախագահությանն է դիմել կոնվենցիայի գործադիր քարտուղարը։ I would like to reiterate my deep appreciation to the government of Armenia. Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի կառավարությանը COP17 համաժողովի հաջող անցկացմանը նրանց նվիրվածության համար։ Բոլորը տեսնում եք այն ջանքերը, որ երկրի թիմը ներդնում է թե լոգիստիկ, թե բովանդակային հարցերում։ Հիանալի են նաև կողմերի առաջնահերթությունները, մարտահրավերներն ու սահմանափակումները բացահայտելու ուղղությամբ իրականացված լայնածավալ իրազեկման աշխատանքները։ Աշնանը Երևանում կայանալիք համաժողովը ներկայացուցչական է լինելու, կմասնակցեն աշխարհի տարբեր պետությունների ղեկավարներ, միջազգային կառույցների, բնապահպան կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ, գիտնականներ։ Նրանք բոլորով կարող են նպաստել մոլորակի էկոլոգիական վիճակի բարելավմանն, ասել է Հայաստանի փոխարտգործնախարարը։ Գագաթնաժողովը նախատեսվում է ավարտել հեռանկարային ամփոփիչ փաստաթղթի ընդունմամբ, վերահաստատելու կենսաբազմազանության պահպանման, վերականգնման ու կայուն կառավարման հանձնառությունները եւ ամրապնդելու կառավարությունների մասնավոր հատվածի ու շահագրգիռ մյուս օղակների համագործակցությունը։ Միջոցառումն ամփոփվել է պարզ ուղերձով, ժամանակն է գործել բնության համար։ Taking action for nature. Հերմինե Բաղդասարյան, լուրեր։